Ողջույն բարեկամներ, ես գիտեմ, որ բոլորդ սպասում եք լավ նորությունների, ես ինքս նույնպես, խոստանում եմ, առաջինը ես կասեմ դրանց մասին, բայց հիմա խոսենք դրանց մասին, ինչ որ կա, նույնիսկ եթե դրանք այդքան էլ լավ չեն, նույնիսկ երբեմն մտահոգող, եւ այսպես, եթե մեկին կթվա, որ ավելի վատ չի կարող լինել, ուրեմն թող չմոռանա, որ դեռ երկրի առաջի դեմքը Նիկոլ Փաշինյանն է, որը նշանակում է մենք հատակին դեռ չենք հասել, այն նույնիսկ այսօր թվում ասանից վատ չի կարող լինի, կարող է լինի, ինչու դա բան է, առանց չափազանցնելու, արդեն մեր փոխարեն Ալիևն է հայտարարություններ անում Հայաստանի անունից, այո, թվում է թե փոքրիկ բան է, չէ՞, բայց Ալիևը Հայաստանի անունից հայտարարություններ անում եւ այսպես ինչ է հայտարարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվում են տրանզիտից Վրաստանի ճանապարհով, Հայաստանն ու Ադրբեջանը, դուք տեսել եք երբևէ Հայաստանի որևէ ներկայացուցիչ Ադրբեջանի անունից հայտարարություն անում, այն էլ աշխարհաքաղաքական իմաստով, որ մենք ինչ որ բան ենք որոշել, այսինքն Նիկոլի փոխարեն Ալիևն է արդեն հայտարարում եւ տեղեկացնում է Վրաստանին, որ իրենց տարածքով այլևս տրանզիտ չի լինելու։ Ինչի ամաչում ես Նիկոլ։ Ամաչում ես դու ասես։ Քո բոլոր կեղտոտ գործերը ամբողջ կյանքդ կատարել ես ուրիշի ձեռքերով։ Հետո եկել ես չխմեղացած աչքերով նայես մարդկանց դեպքերին, որ դու չէիր, դու ընդամենը մեքենայի մեջ էիր, դա վարչապետի շարասունն էր, Նիկոլ Փաշինյանի շարասունը չէր, հա։ Այս նույն տրամաբանությամբ որքան կարելի է ապրել, որքան կարելի է մարդկանց ապուշացնել։ Եթե թշնամի երկրի ղեկավարը Հայաստանի անունից հայտարարություն է անում, նշանակում է Հայաստանը ղեկավարում է թշնամի երկրի ղեկավարը։ Նշանակում է Հայաստանը ղեկավար չունի, նշանակում է այդ տեղը փափուր է։ Եվ այսպես, ինչի մասին է սա։ Սա նշանակում է մի բան, որ այս Զանգեզուրի միջանցքը տալով ադրբեջանա-թուրքական այդ բլոկին եւ հայտարարելով, որ Վրաստանի տարածքով այլևս տրանզիտ չի լինելու, Հայաստանը զրկում է ինքն իրեն իր երկու հիմնական դաշնակից հարևաններից, մի կողմից Վրաստանից, մյուս կողմից Իրանից, որ Հայաստանի գործողությունները, որպեսզի բավարարի թուրքական աշխարհին, բերում է նրան, որ երկու բարեկամ պետություններ դառնում են թշնամի Հայաստան։ Սա ոնց կոչել։ Ոնց կոչել սա։ Այս ամեն ինչը ոչ թե միայն չի իրականացում Հայաստանի հզորացում, տնտեսական զարգացում, հա։ Հայաստանը մի կողմից դառնում է ինվալիդ, կոտրվում է ողնաշարը, ուժեղացնում է թուրքերին, մյուս կողմից կորցնում է իր բարեկամներին։ Մի հատ ինձ ասեք, որտեղ է այստեղ Հայաստանի շահը։ Կարող է ինչ-որ մի բան չեմ հասկանում։ Ինձ ասեք, որտեղ է Հայաստանի շահը։ Ու այս մասին Հայաստանից չեն հայտնում են Ադրբեջանը։ Մի քիչ հետո, լավ, այս նորության մասին էլ խոսենք ու նոր կասեմ ձեզ։ Այս այլասերվածը, այս JD Vance-ը գալիս է Հայաստան եւ Ադրբեջան։ Գիտեք հետաքրքիր է որն է։ Որ Հայաստան գալիս է ուղղակի համագործակցության տնտեսական ատոմային էներգետիկայի ոլորտում, որում դա ոչ մի նոր բան չկա, բացարձակապես նոր բան չկա։ Եվ Ադրբեջան ռազմական համագործակցության, զենքի վաճառքի, տեխնոլոգիաների վաճառքի։ Այսինքն տարածաշրջանում Ամերիկան զենք կվաճառի Ադրբեջանին, բայց Հայաստանին ուղղակի կպահի ձեռի տակ։ Եվ սա
Հայաստանի մանկուրտները, ես այդ մանկուրտներից ես մեկին ցույց կտամ ապրեմա, ներկայացնում են որպես տիտանական, դիվանագիտական ձեռքբերում։ Գիտեք ժողովուրդ ջան, հայհոյելը չի օգնելու, չի օգնում էլի, որովհետև դրանք արժանապատվություն չունեն, որ նեղանան, եթե մեզ է պետք ուղղակի լիցքաթափվել դրանով, հա կարելի անել, բայց էկրանից դուրս, եթերից դուրս, հա։ Բայց ես չեմ ուզում մենք հայոյենք, ես ուզում եմ դա այդ էներգիան վերափոխվի ուրիշ էներգիայի, գործողությունների էներգիայի, եւ այդ մանկուրտները, ովքեր ներկայացնում են սա դիվանագիտական ձեռքբերում, սա մի չքնաղ, չգիտեմ, աննախադեպ բան, կարդացեք, քանի չեն ջնջել մոտավորապես այս մակարդակի, հա, վերջապես, դրանք ստանան հայ ժողովրդից իրական վերաբերմունք, ոչ թե հայոյանք ինտերնետում կամ տանը, իրական վերաբերմունք, իրական, թեկուզ հայոյան, բայց իրական, աչքերի մեջ նայելով, ֆիզիկապես դրանց հետ շփվելով, որտեղ դրանց ոչինչ չի կանգնացնելու։ Վիրտուալ տարածքը իրենց համար, իրենք նույնիսկ կարող հաճույք են ստանում դրանից։ Սրանք այս էներգիա պետք է վերափոխվի գործողությունների էներգիայի, որ ինչ-որ արդյունք տա։ Ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնեմ այդ մանկուրտներից մեկին, որպեսզի հասկանանք իշխանական պրոպագանդան, այդ մանկուրտները ոնց են մեզ ներկայացնելու այս խայտարակությունը, այս դարի հանցագործությունների շղթան, որ հիմա իրականանում է Հայաստանում։ Մեր հաշվին։ Նայենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի իր համար, իր շահերը սպասարկող հատուկ ծրագիր։ Դա բազմաբևեռացումն է իր հսկողության տակ։ Այստեղ խոսում է միաբևեռության մասին, բազմաբևեռության մասին։ Մեր աչքի առաջ եւ մեր մասնակցությամբ։ Իա, տեսեք, մեր աչքի առաջ եւ մեր մասնակցությամբ փաստորեն Հայաստանը մասնակից է։ Սա գիտեք ինչին է նման։ Ասենք երբ որ մեռելը դիակը ինքը ուրախանա, որ ինքը թաղման մասնակից է։ Այ հիմա այս մանկուրտը ուրախանում է, որ այս Թրամփի այս բազմաբևեռ, միաբևեռ այս խառը պատությունների մեջ Հայաստանը մասնակցում է։ Ոչինչ որ դիակի կարգավիճակով է մասնակցում, բայց մասնակցում է, չէ։ Հիշում եք թույլերի համար հատուկ կարգախոս կար, որ կարևորը հաղթանակը չի, կարևորը մասնակցությունն է։ Եվ այսպես դիակը մասնակցում է սեփական թաղմանը, ու դրա համար ինքը արդեն հպարտ է։ Գնանք առաջ։ Ձևավորվում է նոր բևեռ, ուժային, տնտեսական, քաղաքական բևեռը ձևավորվում, եւ լավ է որ մենք մասնակցում մենք դրան։ Օրինակ մեր հարևան Վրաստանը չի մասնակցում։ Դա տագնապալի է։ Դա դուրս է մնում։ Նա ինքը չհամաձայնվեց որքան գիտեմ։ Նա ինքը հրաժարվեց, հա, բայց չի մասնակցում, դա տագնապալի է։ Վրաստանն է հասկացել, որ դա իրան պետք չի։ Պետք չի։ Դրա համար չի մասնակցում։ Սկզբից ուրիշ բան ներկայացեց, ընթացքում փոխում է ուղղելուց հետո։ Իր ցանկությամբ։ Նա ոչ թե վրամեցին, այլ ինքը չցանկացավ։ Լավ չհրավիրեցին։ Եթե դասեմ լավ հրավիրեին, Վրաստանը կմիանար, որովհետեւ մեզ լավ են հրավիրել։ Մեզ շատ լավ են հրավիրել։ Մեզ շատ լավ են հրավիրել։ Բա, գլուխը շահելով, ձեռքը ոտին դնելով եւ ամբողջ իշխանական մեդիան ցնծում են, որ պեդոֆիլը մի ուրիշ այլասերվածի ծնկին ձեռք է դրել։ Ինչպիսի ձեռքբերում քաղաքական։ Թրամփի ձեռքը հայտնվեց Նիկոլի ծնկներին։ Իրոք ձեռքբերում է։ Թրամփի ձեռքի բերումն է։ Քաղաքական պատկերացնում եք ինչ ձեռքբերում է, լսենք դա։ Շատ լավ է հրավիրել այդ օգոստի 8-ի հայտնի պայմանագիրը եւ հենց դեպի այդ հայտարարությունը։ Հայտնի պայմանագիրը, այս մանկուրտին ասեք, բացարձակապես մանկուրտին ասեք, որ սա դեռևս այս տարիքում չի հասկացել ինչ է նշանակում հայտարարություն ու պայմանագիր։ Բայց գիտեք ինչն է կարևոր, կարևորը դա չի, կարևորը խրող, վստահ խոսքով մարդկանց խաբելն է, մեկ Վրաստանի պարագայում, մեկ է ստորագրված օգոստոսի 8-ի այդ հանգամանքի պարագայում, մեկ մասնակցության պարագայում, բոլոր, արդեն 3 կետով սուտ է խոսացել, 3 կետով։ Այսինքն մենք արդեն ունենք այն բոլորը, ինչ որ Ադրբեջանը դեռ ակնկալում է կստանա։
Պատկերացնում եք, արդեն մենք ամեն ինչ ունենք, ինչ Ադրբեջանը դեռ ակնկալում է ստանա։ Ինքը զենքը ստանում է, Զանգեզուրի միջանցքը ստանում է, բոլոր պայմանների բավարարվածությունը ստանում է, բայց այս մանկուրտի պնդումով իրան հավատացող այս հիմարաշերտին համոզում է, որ մենք արդեն ստացել ենք, այն ինչ որ Ադրբեջանը երազում է ստանալ։ Նույնպես եմ ասում, դիակը երջանիկ է, որ սեփական թաղմանը մասնակցում է, իրան դեռ ավելին ինքը հպարտա, որ իրան ձեռքերի վրա են տանում։ Երևի շատերից է դուրական։ Այդ ստրատեգիական համագործակցությունը միանշանակ է, որ Հայաստանի կարգավիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ցանկում շատ ավելի բարձր է, քան թե Ադրբեջանին է։ Լսեցիք։ Այս մանկուրտի, որ փողոցներում տեսնեք, ասեք այ ստախոս անգրագետ սրիկն է։ Կասես այդ ինչով է չափ է, որ Հայաստանի կշիռը ավելի մեծ է, քան Ադրբեջանի։ Երբ Ադրբեջանի զենք տալի, քեզ մեջտեղի մատացույց տալիս։ Երբ Ադրբեջանի վրա այդ սանկցիաները հանում է, Հայաստանի ոչ մի բան դրա դիմաց։ Երբ որ Ադրբեջանի բոլոր պայմանները թելադրած իրականացնում է, իսկ Հայաստանը նույնիսկ սեփական գերիներին չի կարողանում ազատել։ Ու տեսնեք հարցնեք, հարցրեք։ Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը դա թուրքական աշխարհի մի մասն է եւ դա լուրջ տնտեսական ռեսուրս է։ Դա լուրջ տնտեսական ռեսուրս է։ Մենք մրցակից չենք։ Մենք չպետք է մեզ համարենք թուրքական աշխարհի մրցակիցը։ Այդ իմաստով թողնենք հանգիստ։ Այնտեղ նավթ կա, մարդ կա, ճանապարհներ կան, ջուր կա, սով կա։ Մենք մրցակից չենք։ Դա հանում ենք մի կողմ։ Մեզ համար կարևոր է, որ մեր տարածաշրջանում ձևավորվում է հատուկ ես չգիտեմ դա միայն ուժային է, որտեղ միջուկային տերություն էլ կա։ Այսինքն ատոմային տերություն Պակիստանին կացեցին այդ խմբին։ Ես համարում եմ, որ լավ է, որ մենք մասնակցում ենք։ Ինչին եք մասնակցում։ Նա ասել մատ, այդ ինչ է, այդ ինչին եք մասնակցում։ Հա? Այդ գոլֆ կլուբին։ Դուք ինչին եք մասնակցում։ Դուք ձեր սեփական թաղումն եք կազմակերպել, այդ ինչով եք այդպես ոգևորված, այդ ինչին եք մասնակցում դուք։ Մենք այնտեղ զոհ չենք, մոռացված չենք, անտեսված չենք։ Եվ հաջորդը, որ ես շատ կարևոր եմ համարում, փոխադարձ կապվածության, կախվածության եւ հակակշիռների մասին է։ Այդ էներգետիկ ծրագիրը ես կարծում եմ, որ դա ամերիկյան չի։ Դա հայտնի է հին բանաձևերից մեկն է։ Հասկացա՞ք, հին բանաձև է, դա ամենակարևորը էներգիկ անկախությունը, էներգետիկ անվտանգությունը տալ Ադրբեջանին, դա կախվածություն չի։ Չէ։ Դա փոխադարձ կախվածություն է։ Մենք ադրբեջանցիներն էլ մեզանից են կախված լինելու, բա դու գիտեիք։ Հակակրթությունը դա ունի։ Փոխադարձ կախվածությունը ապահովում է նաև անվտանգություն։ Ես կարծում եմ, որ էներգետիկ ծրագիրը մանավանդ առանձնահատուկ նշում են, որ միջուկային էներգետիկա է լինելու։ Այսինքն նավթային էներգիա այստեղ այնքան կա։ Ընդհանրապես Հայաստանում պետք չէ ատոմակայան կառուցել, փոխքը գազ ու նավթ է։ Այստեղով է անցնում գազն ու նավթը։ Ու ես կարծում եմ, որ հաջող էր դա, որ մեզ չեն անտեսել, որ մենք շատ կարևոր է, որ ես ուզում եմ պաշտպանել մի հատվածում իմ ընկերոջը Տիգրան Խզմալյանին, որ մենք նաև Եվրոմիությանը հայտ ներկայացած երկիր ենք ու Եվրոմիությունը ընդառաջ է գնում կամ հակառակը շուտ տանք Եվրոմիությունը նույնպես սուտ համար 5 դուք Եվրոմիությանը հայտ չեք ներկայացել եւ Եվրոմիությունը ընդառաջ չի գնում այս մանկուրտին ասեք որ Եվրոմիությունը եւ ինքը տեղակ չի եւ ինքը ասենք մենակ հայկական ժամանակակարգում մեկը լսում է Նիկոլ Փաշինյանի ճառերը Եվրոմիությունը մերժել է ծրագիրը Եվրոմիության համար դա թշնամական ծրագիր է որին չմիանալու պարագայում խոստանում է նրանց տարիֆներ կիրառել այդ ո՞րն է Եվրոմիությունը ոգևորված ընդունում իսկ մյուսը դուք Եվրոմիություն հայտ չեք ներկայացնում այն մարտին ինչ որ բան եղավ ազգային ժողովում որոշում կայացվել դրանից հետո ոչ մի բան չի արվել ուղղությամբ գլխավոր պետությունները արևմուտքի, քանի որ Կանադան եւ Բրիտանիան էլ կան, արևմուտքի գլխավոր պետությունները այս
նոր խմբավորում ասենք, այս նոր ալյանսին չեն մասնակցում, միավորմանը չեն մասնակցում, բայց մեզ հրավիրում են, իրենք գալիս են Հայաստան, իրենք այստեղ մասնակցում են իդեմս Հայաստանի։ Լսեցիք, իրենք չեն մասնակցում, բայց մեզ հրավիրում են, իրենք գալիս են Հայաստան։ Այսպես է լինում։ Այսպես է լինում, երբ որ փողը վերցել ես ու ում պետք է դուրս տաս։ Որպեսզի արդարացնես, որպեսզի հաջորդ ամիսը ստանաս։ Դե նույնիսկ եմ ասում ժողովուրդ ջան, լավ բան եք ուզում լսենք, հա։ Մենք լավ բանը պետք է իրականացնենք։ Լավ բան են կլինի, եւ որ ես մի օր միացնեմ, ասեմ գիտեք ինչ։ Պատահման դիմաց, հա։ Որ մեկը փողոցում այս մանկուրներից մեկին տեսել էր, ինչ որ մտածում էր իր երեսին ասել էր, ձայնագրել էր, հայտարարակ էր արել։ Դրանք էլ ամոթից փախել էին, գլուխը տալիս էին պատերին, ասում են անից վերնալը որ ես ծնվեցի այս աշխարհ։ Լավ նորություն եք ուզում։ Արեք ստեղծենք։ Սա մենք հո կարող ենք ստեղծել։ Ստեղծեք, տեսեք այդ մասին ոնց եմ ասում։ Իրականեն սիրուն բուկետով փաթեթավորած ներկայացնեմ, չեք պատկերացնի։ Պետք է ստեղծեք լավ բան եք ուզում։ Մեկի պահով սես բուկետով ստեղծեք, մնացածը ծակերից դուրս չեն գալու։ Հաջող բան է դա։ Շնորհակալ եմ։ Պարոն Աշակյան, երկու ճշտող հարց։ Պարոն Խզմալյանը հիշեցրեց, որ Թրամփի հայտարարության մեջ այս J.D. Vance-ի այցի հետ կապված նշված էր, որ այցը լինելու է Կասպյան տարածաշրջան։ Արդյոք Հայաստանը Կասպյան երկիր է, ինչու է այդպես դիտարկվում Հայաստանը այսուհետ։ Միավորումն է Կասպյան, Սևծովյան կա, Միչել Միավորումն է Կասպյան, դու գիտեիք։ Հա։ Ճիշտ է, Հայաստանն ասте կարևոր է, բայց J.D. Vance-ի համար սա Կասպյանն է։ Ադրբեջանական տարածք է։ Բայց այս մանկորդի ընդդումով Հայաստանը շատ կարևոր ավելի Ադրբեջանի համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց սա Կասպյան տարածաշրջանը։ Դա կա։ Here we go again. Սա իրոք Կասպյան միավորում է, որտեղ Միջինական Ասիան կա, Ադրբեջանը։ Իրանը Ձեզ չի կաշկանդում այդ ձևը։ Չէ, իհարկե, դա կա։ Հասկացաք ինչ ասեց։ Այսպես դժվար է։ Այսպես դժվար է, որ փողը վերցել ես, պետք է դուրս տաս մի բան, որ տերը շարունակի քեզ վճարել։ Մեզ ինչ չի վիրավորում։ Մի խոսքով այս ամբողջի մեջ դուք վտանգներ չեք տեսնում, հավելյալ վտանգներ։ Դուք ասում եք, դե այո, Գրենլանդիան անգամ իրեն անվտանգ չի զգում, դա հասկանալի է, բայց այս այցը, հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունները ձեզ չեն անհանգստացնում, դուք համարում եք, որ նորմալ քունով գնում են։ Ոչ դրական եմ համարում, ես ոչ միայն համարում եմ նորմալ, այլ համարում եմ, որ դրական գործընթաց է, մենք այս տարածաշրջանում ավելի կարևոր դեր կստանձնենք, մեզ արդեն նվիրվել է այդ կարևոր դերը, առանձին։ Ինչ դեր է իրան նվիրվել։ Որ պետք է իր վրայով գնան գան, այդ դերն ավնավի։ Իր համար շատ կարևոր է, ավելի կարևոր է, քան ասենք Ադրբեջանի միանգամից թուրքական աշխարհի միանալը։ Շատ կարևոր է, շատ։ Դե անշուշտ կլինեն մի քանի հազար անգրագետ, չի ֆորմացված պատահական մարդիկ, որ լուրջ ընդունել են սա։ Հետո կասեն դե Ազատ Արշակյան ու դիսիդենտ է եղել, անկախական է եղել, ոչ չի խափի մեզ։ Խափին էլ ոնց։ Հենց այդ ոչ մահմեդական լինելը, ոչ բռնապետություն լինելը, այսինքն այն արդեն մեր ոչ բռնապետություն լինելը։ Ազատ Արշակյանի համար մենք ոչ բռնապետություն ենք։ Ասենք ճիշտ է 15 հոգևորական հիմա բանտերում են։ Ապստամբները, Սերժի վրա ապստամբները, Սերժի ժամանակվա ապստամբները հիմա բանտերում են։ Ժողովրդի վրա նռնակներ են նետում, արդարադատություն չկա։ Մի խոսքով ոչ մի բան չի աշխատում, ոչ մի օրենք եւ սահմանադրություն չի աշխատում, բայց բռնապետություն չի։ Ազատ Արշակյանը հիմար չի։ Ոչ չհասկանա ինչ է կատարվում Հայաստանում։ Ուղղակի փողը ուրիշ բանի համար են տալիս։ Ինչ որ մենք ունենք որպես Եվրոպայի համար, Եվրոմիության համար գործընկեր, դա կաշխատի այստեղ։ Եվրոպայի համար մենք գործընկեր ենք նաև։ Դրական է, մենք այսինքն արտոնյալ ենք կարծում եմ։ Այ արտոնության մասին է խոսքը։ Մենք այս միության մեջ արտոնյալ կարգավիճակ Մանկորդին հարցրեք, էլի արտոնությունը ինչու՞ն է կայանում։
Զենքը տալիս են Ադրբեջանին, բայց արտոնյալն ինքն է։ Իրա վրայով գնալու են գան, ոչ էլ հարցնեն, ոչ էլ թողեն նույնիսկ բեռները ստուգի։ Սելեկտես երկիր, որը տարածքով մտեն գնան, երկիրի իրավունք չունենա բեռները ստուգելու, բայց ինքը արտոնյալ է։ Այո, Ազատ Արշակյան, դու ինքդ արտոնյալ ես։ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար արտոնյալ։ Քան մնացածը, բայց դա երկին ինչ կապ ունի ստեղ։ Եթե մենք դրա այդ ուղղությամբ աշխատանք կատարենք չքնենք։ Շնորհակալություն, միությունը նկատի ունեք խաղաղության խորհուրդը, չէ՞։ Այո, իհարկե, դրա մասին չէ խոսքը։ Այո։ Պարոն Խզմալյանը եւս հիշեցրեց եւ ես հիմա կասեմ, պարոն Խզմալյանը ասեց մերժեցին եվրոպական երկրները, Եվրոմիության երկրները, ես կասեմ անգամ բոյկոտեցին, ես ամենայնպես դա որպես բոյկոտ գնահատեցի։ Դա եթե եվրոպական երկրները, Եվրոմիությունը բոյկոտեց կամ մերժեց այդ խաղաղության խորհրդին անդամակցելը, մեզ համար մեր փոխհարաբերությունների վրա դա չի ազդի Հայաստանի եւ Եվրոմիության։ Դրական ազդեցություն կունենա մրցակից խորհուրդը Եվրոմիության արևմուտքի համար, ասենք, տեսեք, արևմուտք ենք ասում, բայց Միացյալ Նահանգները նույնպես կան։ Արևմուտքի համար մրցակից կենտրոն է վճիռներ կայացնող։ Այդ է կարևորը։ Ես կարծում եմ ֆրագմենտացիան, որ հիմա ես կարծում եմ որ Կասկածա, փաստորեն մրցակիցը թշնամական չի։ Սա չի քանդում աշխատի, հակառակ մրցակցությունն է լինելու այնտեղ։ Հա, Հայաստանն էլ մրցակցության մեջ է մտել։ Հայաստանը հիմա շատ օրինակ կարևոր է սա մեջ լինելը։ Հա։ Շարունակվի հնդկաչին հարավային Ասիայում նույնպես կարող են այդպիսի ժամանակային ասիաններ։ Ես կարծում եմ որ դա մեզ Եվրոմիությունը խանդում է մրցակից կազմակերպություն է ստեղծվում միավորված կազմակերպության նման մի բան։ Եվրոմիությունը խանդում է, բա, որտեղ Միացյալ ազգերի կազմակերպության նման մի բան է ստեղծում։ Այո։ Կպատկերացնեիք sense մը։ Ասենք գանգստերների միավորման ստեղծմանը Եվրոմիությունը խանդում է։ Որտեղ ասում են չենք ուզում միանալ մի կազմակերպության, որի նշանաբանը ուժը ավելի կարևոր է, քան օրինականությունը, որի առաջի քայլերը լինելու է Պաղեստինի տարածքի ուղղակի քանդում ավիրում, էթնիկ զտում, եվրոպացիները խանդում են այդպես մարմնի։ Որտեղ օրենք չկա, բան չկա, մի հատ օրենքը, մի հատ սահմանափակող հանգամանքը, դա Թրամփի բարոյականությունն է, Եվրոպան խանդում է, ըստ էս մանկուրտի, Եվրոպան շատ է խանդում, շատ։ Խանդից չմտավ այդ վայրենիների կլուբ, գոլֆ կլուբ, $1 միլիարդ տան, որ Թրամփը ասի ես աշխարհի տերն եմ։ Ընդ որում այդ կլուբը դեռ չի մտել Ռուսաստանը։ Հայտը ներկայացված է, ասում է դու իմ տեղը փողը կտաս, այն որ փողը սառացել ես կտաս, բայց հələ վերջնականն չի խոսքը։ Իսկ այս վերջին օրությունների ոնց որ նույնիսկ չեն ուզում միանա, որովհետև այս ամեն ինչին չի միանում Չինաստանը։ Իսկ Ռուսաստանը ոնց կարող է միանալ մի կազմակերպության, որը հետո կարող է պարզվի Չինաստանի դեմը։ Եվ որ ինքը ուղն ու ծուծով կապված է Չինաստանի հետ։ Ես ասեմ ավելին, ես սպասում եմ, որ վերջնական որոշումից հետո զանգելու են Նիկոլ Փաշինյանի ականջները քաշեն, ասեն դու էլ չմիանաս։ Հələ ստեղ արի, արա։ Լսենք տեսնենք Եվրոմիությունը ոնց է խանդում սրա։ Իհարկե, որտեղ Եվրոմիությունը եվող կենտրոն աշխարհ է տեսնում, թող մրցակից լինի, թող իրենք մրցեն ու մեզ շատ տան, մեր դերը թող ավելի կարևոր դառնա այդտեղ։ Եվրոկենտրոն աշխարհը ուզում թող իրենք մրցեն ու մեզ շատ տան։ Քեզ ինչ պետք է տան։ Քեզ ինչ պետք է տան, դու քո երկրում նույնիսկ տես չես, դու ով ես որ քեզ տան, երբ որ դու քեզ նույնիսկ ներկայացնել չգիտես։ Ասում ես գնացեք արեք որովհետև ինչքան ուզում եք, միայն թողեք ես վերարտադրվեմ ստեղ։ Միայն թողեք ես վերարտադրվեմ։ Այս ամեն ինչը գիտեք ինչ է բերելու։ Կամ Ռուսաստան ականջները քաշելու ասի այստեղ դուրս արի, սա խայտարակամնելու, այդ թրիպ ծրագիրը փչվի, կամ նույնիսկ եթե չկանչի թողի այնտեղ մասնակցի, ընտրությունները չէ դիմացը։ Ինչ Եվրոմիությունը պետք է ասի դե լավ է Նիկոլն է, ինչ ուզում է թողանի։ Չէ։ Թշնամական ճամբար է մտնում։ Թշնամական
Այսինքն միայն Ռուսաստանը քիչ է, հիմա ավելի բարձր թշնամական ճամբարամատել։ Եթե Ռուսաստանը ինքը ուղղակի բռնակալի երկիր է, ինքը ճամբարի մեջ է։ Հիմա այս նոր կլուբը, այս գոլֆ կլուբը, այս վայրենիների, սա բացահայտ թշնամական կլուբը աշխարհի, ուղղակի աշխարհի թշնամի կլուբը սա, որը արհամարում է միջազգային օրենքը, միջազգային ստանդարտները, կոչ անում առաջին գործը որպես էթնիկ զտու ու Նիկոլը լինելու է այդ կլուբի անդամ։ Տեսնենք ինչ է խոսքը դասավորում։ Որպես Եվրոմիության ասոցիատիվ արդեն անդամ։ Ահա, պարոն Խզմալյան համաձայն եք ասի դաշտման հետ։ Ոչ, ամենայն արգանքով։ Ես ուզում եմ ուղղակի պատասխանը լսենք Խզմալյան Տիգրանի ու անցնենք առաջ։ Եվս երկու ուղում նախ Տրամպի հայտարարության մեջ չէ, որ ասված է Կասպիական տարածաշրջան։ Դա ասված է Atlantic Council-ի, պոլիտիկոյի, այսինքն քաղաքագիտական կենտրոնների, որոնք հնչեցնում են այն, ինչ քաղաքական գործիչները երբեմն չեն ասում, սա մեկ։ Երկրորդը պարոն Արշակյանն ասաց, որ Հայաստանը Եվրամիության հայտ ներկայացրած պետություն է։ Ոչ, հիշեցնեմ, որ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի ներկայացրել հայտ Եվրամիություն։ Եվ վերջին 24 ժամերի ընթացքում մենք ողբերգական զարգացում ենք տեսնում։ Այն, որ դիտորդների առաքելությունը հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից, Եվրամիության դիտորդների առաքելությունը։ Եվ դա իհարկե արված է Երևանի որոշմամբ, եւ դա իհարկե հերթական զիջումն է Ալիևի պահանջներին, որովհետեւ դա Ալիևի հաղթանակն է, պահանջը, հերթական պահանջը կատարվում է։ Այս համար իրական անվտանգության գլխավոր երաշխիքն էր, որովհետև Եվրամիության դիտորդների առաքելության հիման վրա էր, որ պետք է կառուցեր Հայաստանը իր անվտանգության ռազմական բաժինը։ Այստեղ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի զորքերը առաջարկելով իրենց համատեղ բազա ռուսականի փոխարեն կամ հենց Սյունիքում այն բազաները, որ ունեին այդ դիտորդները, պետք է դառնային մեր անվտանգության զինվորական ռազմական անվտանգության հենքեր։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ եւս մեկ քայլ է արվում Եվրոպայից հեռու։ Եվ այն, որ դուք նկատառում արեցիք Եվրոպան բոյկոտում է, ինչու է բոյկոտում։ Այդտեղ կրկնում եմ, ասվում է արժեքների տարբերության մասին։ Ահա ինչու ես համարում եմ, որ երկու հիմնական պատճառներով այս ԽԽ-ն խաղաղության խորհուրդն այդպես կոչված խիստ ժամանակավոր է եւ երկար կյանք չի ունենա։ Պատահական չէ, որ Թրամփը ընդամենը 3 տարով է նշել ժամկետը եւ ասել է, որ նա ֆինանսական ղեկավարությունն է կատարել։ Ինչու 3 տարի։ Ինչու ոչ 4, ոչ 10, 30, որովհետև նա գիտի, որ իր ժամկետը ավարտվում է 3 տարուց եւ դրանից հետո ոչ մի ԽԽ չի մնա, ավելին չի մնա նաեւ այս նախագիծը, իհարկե չի մնա։ Չի մնա մի քանի պատճառներով։ Ոչ միայն Եվրոպան է դեմ այդ նախագծին, որը ըստ եվրոպացիների ուղիղ ասելու Բելգիայի, Ֆինլանդիայի, Կանադայի նաեւ վարչապետները ուղիղ են այդ մասին խոսում։ Սա մարտահրավեր է միջազգային օրենքին, արժեքային համակարգին, քաղաքակրթական այն սկզբունքներին, որի վրա հիմնված էր Եվրամիությունը եւ վերջին 80 տարվա միջազգային կարգ ու կանոնը։ Բացի դա, չմոռանանք, որ մարտահրավերը հղված Չինաստանին, միջազգային Ռուսաստանին եւ Բելարուսին առաջարկել են եւ Պուտինը չի համաձայնվել եւ չի համաձայնվել այդ ԽԽ մտնել ամենայն հավանականությամբ, գիտեք ինչու։ Ոչ թե որովհետև նա կիսում է եվրոպական արժեքները, իհարկե ոչ, որովհետև նա տեսնում է երկրորդ թիրախը Չինաստանը, եւ նա չի կարող իրեն թույլ տալ հակադրվել Չինաստանին, որովհետև նա չափազանց շատ է կախված Չինաստանից։ Եվ ահա ինչու ես վստահ եմ, որ կենտրոնական Ասիայի երկրները, որ այսօր այդքան մեծ պատրաստակամությամբ համաձայնվեցին այդ նախագծին, վաղը իրենք անհայտանալու են այդ նախագծից, ինչու, որովհետև Ամերիկան չի կարողանալու փոխարինել իրենց համար Չինաստանը։ Չինաստանը թույլ չի տան նման բանի։ Եվ երկրորդ կամ երրորդ արդեն կարևորագույն գործոնը։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի նախագիծը, որը շարունակվում է հիմա մեր աչքի առաջ, ուներ մեկ չհայտարարված, բայց խիստ կարևոր ամերիկացիների համար եւ Իսրայելի համար նպատակ։ Դա Իրանի մեկուսացումն էր։ Եվ ես դες հիշեցնեմ հիմա ամենակարևորը։ Բանն այն է, որ վերջին շաբաթների զարգացումները կտրուկ փոխել են այդ նախագծի այդ Եղոսկով։ Ափսոս։ Այն կորսարած ժամանակի համար, որ Տիգրան Խզմալյանը կորսրեց Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու, Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու վրա։ Որի համար էլ արժանացավ իհարկե իմ եւ ձեր տեղին քննադատություններին եւ այն որակումներին, ինչու մենք տվել։ Բայց հիմա ինչպես տեսնում եք, վերադարձել ընտանիք։
վերադարձել է իրականություն։ Այո։ Ես ուրախացել եմ այս փաստի վրա, շատ ուրախացել եմ, շատ են ուրախացել, հա։ Ու իմացա, որ Դավոսում այս Ջիվաղինը հանդիպել Նուբալ Աֆեյանը։ Ինձ դες հետաքրքիր է այս դեմքով Նուբալ Աֆեյանը հարցրել է, այս որ պոանտեից էլ մա զգացեք հələ դիրքը Փաշինյան Նիկոլի նստած։ Հəմասան մեր հայրենիք թշվառ անտեր։ Այս թշվառ անտերին հարցրել է իր ընկերոջ Ռուբեն Վարդանյանի մասին։ Չեմ կարծում։ Հəլս է ինչու։ Փողը հայրենիք չունի։ Փողը սկզբունք չունի։ Ամենայն հավանականությամբ ուրիշ բան է քննարկում, որից նեղված է Փաշինյան Նիկոլը, բայց դա հաստատ Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը չի, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի պահանջում Ռուբեն Վարդանյանի ազատությունը։ Ռուբեն Վարդանյանն ու Նուբալ Աֆեյանը համարյա եղբայրներ են, գործարար իմաստով եմ ասում էլի, բայց վստահ եղեք, այս փողի համար ամեն ինչի պատրաստ։ Ընկերոջը դա առանձնապես հետաքրքիր չի։ Անես կուզեմ իմանամ ինչ է ուզում հիմա Նիկոլից, որ Նիկոլը փախած է, չի ուզում։ Նստած դիրքը դա է ասում։ Չի կարողանում բավարարի Նուբալ Աֆեյանին։ Դա հաստատ Ռուբեն Վարդանյանը չի։ Գնանք առաջ, Վրաստանից խոսեցինք, չէ՞։ Վրաստանը դուրս է եկել ծրագիրից։ Դուրս է եկել հասկանալով երևի մի բան, ինքը իմաստ չի տեսնում մտնել մի բանի մեջ, որը լավատեսական է այդ 3 տարի ասելը, շատ լավատեսական է, դա 1 տարվա, ես ասեմ ավելի կարճ կարող է լինի, ընդամենը 1 տարվա մի հատ աղմուկ է լինելու, ընդամենը աղմուկ, հա, ու բոլորը մնալու են դատարկաձեռն սրանց հետո, ուղղակի դատարկ, որովհետև այս ծրագիրը չի ծառայում ոչ մեկին բացի Իսրայելից։ Իսրայելից բացի ոչ մեկին այս ծրագիրը չի ծառայելու։ Եվ Վրաստանը փաստորեն խելացի է, դուրս եկավ։ Բայց մեզ ինչնանից, մենք ստացանք իդեմս Վրաստանի թշնամի երկիր, որ այսօր հայտարարեց Ադրբեջանը։ Mən bir քիչ սրա մասին եմ ուզում ձեզ խոսեմ։ Երեք Նարեկ Կարապետյանն է եղել Պետրոս Ղազարյանի մոտ։ Ես նայեցի ամբողջ հաղորդումը, պետք է ասեմ, ես ֆրագմենտներ չեմ նայել։ Ժամանակ գտա եւ դիտեցի ամբողջը։ Վստահ լինելու համար, որ ես ոչ մի բան բաց չեմ թողում։ Նախ զարմացա, որ Արսեն առաջինը որ Պետրոս Ղազարյանը կանչել էր։ Հետո հասկացա ինչի է կանչել։ Որովհետեւ վստահ էր, որ այս հաղորդումից ինքը շահացա դուրս գալու։ Ինչ առումով է շահացած դուրս գալու, որ Փաշինյան Նիկոլը իրականացնելու է այս հաղորդումով այն, ինչ որ իրան պետք էր։ Ոչ թե որ կարող է Նարեկ քննադատի իշխանություններին, խոսել է թույլ ուժեղ կողմերի մասին, չէ՞ ուժեղ իհարկե չէ, թույլ կողմերի մասին կամ ավելի լավ ներկայանա, ոչ, այս ծրագիրը, այս ամբողջ խոսակցությունը մեկ նպատակ ուներ, մեկ նպատակ, ու այդ նպատակին հասավ Պետրոսը, ընդ որում Նարեկի օգնությամբ։ Ես որ նայեցի ինչքան են դիտել այս հաղորդումը, ես հասկացա, որ ժողովուրդը սպասում է այս հաղորդումը։ 152,000 հոգի արդեն մեկ օրվա մեջ նայել այս հաղորդումը, որը հսկայական թիվ է։ Համեկի մնացած բաները նայում ես, 10,000, 20,000, կարող 30,000։ Այս հաղորդումը նայել է արդեն 152,000 մեկ օրվա մեջ, որը նշանակում է ոչ թե որ ժողովուրդը շատ է սիրում Նարեկ Կարապետյանին, ոչ, դա չի վկայում, որ սպասում էր Նարեկ Կարապետյանին։ Ու այս խոսակցությունից հետո պարզ կդառնա հաջորդ անգամ ինչքան կնայեն։ Էլ այսքան կնայեն, թե արդեն պարզ է ինչու կա։ Որպեսզի մեզ պարզ լինի ես ինչից եմ խոսում, ես ուզում եմ այս հարցը լսենք ու պատասխանը լսենք իրար հետ։ Տեսեք, մենք հիմա հապկում մեր անդամակցությունը սարսրել ենք։ Դուք որ գաք իշխանություն, ապա սարսնելու եք, թե ոչ։
Տեսեք, հապկը կարևոր մի հարց է առաջացրել հայկական հասարակության մեջ։ Եթե մենք ազնիվ լինենք մեր գործընկերների հետ հապկում, ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած հապկի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի իր հարաբերությունները մեր դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային մեր դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր խնդիր, կարևոր հարց, որը բաց է մնացել։ Մի քիչ փորձավոր լիներ Նարեկ Կարապետյանը հարց կտար, ինչ է նշանակում սառեցրելա ու արդեն երկար ժամանակ։ Եթե հապկը պետք չի, ինչու է սառեցրել, այլ ոչ թե դուրս եկել։ Կամ եթե սառեցրելա, որտեղ է բան նոր ռազմական համագործակցության ծրագիրը կամ երկիրը, որի հետ համագործակցության արդյունքում պահվելու է ինչ-որտեղ բալանսը տարածաշրջանում։ Եթե մի քիչ ուղղակի փորձառու լիներ, բայց ինքը սկսեց ուրիշ բանի մասին խոսել, որ այո հապկի հետ խնդիր կա, բայց հապկի հետ հարցերը լուծելա պետք։ Այ հենց սա էր, որ Պետրոսը հասավ է սարոքման ժամանակ։ Ընդ որում մեծ սկզբից համարյա սկիզբն էր էլի, ասենք վերջում չէր հարցը։ Մի քանի անգամ ընդ որում հնարավորություն տվեց իրան, օգնեց, որ լսի ավելի կոնկրետ խոսա, ավելի հստակ ասա, որ մեզ լսողները հասկանան, որովհետև հետո քեզ թիրախավորել են կախել դրա համար։ Անենց արա, որ դու չթիրախավորես, որը փաստորեն Նարեկը չարեց, լսենք։ Այսինքն ջերմուկի դեպքերից հետո մեր հասարակությունը ունի հարց հապկի հետ կապված եւ կարծում եմ նոր առաջնորդը պետք է առաջին իսկ քայլերից մեկը վերահաստատի հապկի էֆեկտիվությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում։ Ոնց։ Դա արդեն հապկի մեր գործընկերների խնդիրն է, որպեսզի նրանք հաստատեն իրենց էֆեկտիվությունը հայ ժողովրդի համար։ Բանակցությունների արդյունքում իրենք պետք է ցույց տան մեր հարևան երկրին, որ օտար երկրի անեքսիան, առավել եւս հապկի անդամ երկրի անեքսիան անընդունելի է։ Միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի հապկի որպես դաշնակից երկարաժամկետ։ Հա, ինչ պետք է կոնկրետան, պետք է զորք բերեն ազատեն։ Ինձ թվում է դիվանագիտական ռեսուրսները բավարար են, որպեսզի այդ հարցը լուծվի։ Այսինքն եթե Քանի անգամ հարցրեց ճշտող Պետրոսը, որ հանկարծ կասկածի տեղ չմնա ինչ ասում Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանը հստակ ասեց. մենք հապկից դուրս ենք գալու, հապկը ոչ թե պետքա, հապկը բան չի, դիվանագիտական կառույց չի, հապկը ռազմագործակցություն, ռազմական կառույց է։ Ինչ դիվանագիտական։ Ինչ դիվանագիտության մասին է խոսքում։ Իրանք պետքա միանգամից ռեակցիա տային։ Կամ հիմա, կամ այն ժամանակ։ Չէ, ռազմական ոչ բան չի լինելու, դիվանագիտական եւ ամենակարևորը մենք, այսինքն իրենք, չեն դիտարկում հապկից դուրս գալը։ Հակառակ իրենց հարցերի լուծումը դիտարկում են հապկի ներսում։ Դե լսենք։ հայտարարություն չարեցին, որ դիվանագիտականն լուծեն, մենք սառեցած մնալու ենք, ճիշտ եմ հասկանում։ Մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունը ունի հարցեր։ Մենք պետք է այս հարցերը նոր իշխանությունը պետք է այս հարցերը արտատպի հապկի մեր գործընկերներին, որից հետո հապկը պետք է վերահաստատի։ Եթե հապկը մենք վստահ ենք հասկացավ խնդրի լրջությունը եւ նաեւ գործընկերը եղավ ուժեղ Հայաստանում, մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել Հայաստանի համար խաղաղությունով եւ դիվանագիտությամբ։ Ոսը մեկ վստահ է։ Ինչքան կանխատեսելի է սա ինչը։ Եվ այսպես, ինչ ունենք այս վիճակով։ Մնացածը էական չի։ Կային հարցեր, կային հետաքրքիր պատասխաններ, մասնավորապես ծառայությունների վերաբերյալ, տնտեսության վերաբերյալ էական չի։ Որտեղ այս հաղորդումը հենց դրա համար էր։ Արդյոք Սամվել Կարապետյանին պետքա թիրախավորել լեգիտիմ որպես ռուսական կայսրության կցորդ, որը շարունակելու է մնալ ռուսական ուղեցելու, թե Սամվել Կարապետյանը ռուսական կցորդ չի եւ դուրս է գալու ռուսական ծիրից։ Այս ամբողջ հաղորդումը դրա համար էր։ Եվ Նարեկ Կարապետյանը հաստատեց, որ մնալու է եւ գնալու տեղ չկա։ Ամեն ձևով այդ հարցը լուծելու են, որպեսզի մնան հապկի մեջ։
ու նույնիսկ բան չեղավ, պայման չեղավ, եթե իրանք այդ հարցը չլուծեցին, մենք դուրս ենք գալի, չէ, անպայման պետք է լուծենք։ Նույնիսկ չլուծելու պարագայում հապկից դուրս գալու բան չկա։ Սրանք եթե սառասել են, նրանք դա չեն անել։ Չնայած սառասած ավելի վատ է, որտեղ սառասած ցանկացած ժամանակ որ հարցակվի երկիր, ցանկացած երկիր Հայաստանի վրա, դու ոչ մի բան չես կարող պահանջել հապկից, որտեղ դու սառացել ես կարաբեյսը, դու դուրս չես եկել, դու սառացել ես։ Այ որ դուրս եկած լիներ, կարող էր ուրիշ հետ համագործակցության մեջ մտնել։ Ճիշտ է, բայց ոչ դուրս է եկել, ոչ էլ ակտիվ անդամ է։ Իսկ Հայաստանը այս վիճակով զրո աջակցություն ունի ցանկացած պարագայում։ Եվ այսպես կարելի է արդեն հայտարարել, որ շուտով Սամվել Կարապետյանին թողելու են մասնակցի ընտրություններին, հենց այս ֆորմատով, որ ցույց են տալի, մենք հազիվ Ռուսաստանից ազատագրվում ենք, մտնենք արևմուտքի հետ, ասել են արևմուտք, բայց դա Թրամփն է, Ամերիկայի հետ ռազմաքաղաքական, չգիտեմ ես ինչ ճոռոմ համագործակցության մեջ Սամվել Կարապետյանը մեզ տալի տանում է Ռուսաստան։ Այսօր Պետրոս Ղազարյանը շատ հանգիստ Նարեկ Կարապետյանի օգնությամբ հաստատեց այս նոր ֆորմատը եւ այսպես կարելի է արդեն հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարինելու են Սամվել Կարապետյանը։ Այսինքն եթե այն ժամանակ հայտարարում էր Փաշինյան Նիկոլը, որ ընտրությունն լինելու է իր ու Քոչարյան Ռոբերտի հետ, հասկացան, որ Քոչարյան Ռոբերտի հետ ընտրություններ չի կարող լինել, որովհետև X ու Քոչարյան Ռոբերտը արդեն նույն են վաղուց եւ ժողովուրդը այդ կուտը չի ուտելու։ Եվ պետք էր նոր ռուսական դեմք եւ ստացան իդեմս Սամվել Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանի օգնությամբ։ Սա է։ Շարունակություն դուք կարող եք նայել, ես չեմ կարծում դեռ մի քաղաքական բան գտնեք, բայց դա ձեզ հետաքրքիր է, խնդրեմ նայեք։ Կաթողիկոսը հանդիպում է պլանավորել գնդերեսների հետ։ Պլանավորել է եւ կարծեմ եղել է հանդիպում նույնիսկ, որը ամեն գնով ուզեցել են տապալել, ով հենց Սուրեն Պապիկյանի ձեռքով։ Այս հանցագործի Yes. Սա այսօրվա մեջ երկրորդ պարտությունն էր արդեն սրա, առաջինը ես կարծացի ճիշտն ասած, եթե պահել եմ դրա մասին չխոսամ, բայց իմացեք վստահ, որ եկեղեցու հարցում սրանք պարտությունը պարտության հետևից են կրում արդեն, պարտությունը պարտության հետևից։ Այս մի բան է, որ իրաց ձեռքը չի հասնելու, հաստատ չի հասնելու դրան։ Մի խոսքով, այն որ ասում էր, Եվրոպան նախանձում է, Եվրոպան խանդում է, Թրամփը սպառնում է 100%-անոց տարիֆներ Կանադայի, եթե նա հանկարծ հարաբերություններ կնքի Չինաստանի հետ։ Սա նոր վիճակ է, ուրեմն Կանադան, որ ամենասերտ հարաբերությունների մեջ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մեկ տարվա մեջ Թրամփը հասավ նրան, որ բնական դաշնակցից Կանադային վերածեց բնական թշնամ։ Եվ վստահ եղեք, դատարկ չի մնալու տեղը։ Ինչ պիտի տարիֆներ կիրառի Կանադայի նկատմամբ, որ Չինաստանը չի կարող ապահովել։ Չինաստանի համար սա մեծագույն նվեր է։ Այսինքն չինական ասացվածքն է, ասում է, պետք չի շտապել, հանգիստ նստի գետի կողքը, միջև թշնամու դիակը գետը կբերի, հա։ Հանգիստ նստած է իր տեղը, բոլոր գործերը իր փոխարեն անում է Թրամփը։ Այն ինչ որ Չինաստանը երբեք չէր կարող հասնել, հասնում է Թրամփի շնորհիվ։ Ոչ Ռուսաստանը կարող է այս արդյունքներին հասնել, ոչ Չինաստանը։ Թրամփը բոլորի փոխարեն անում է սա։ Եվ շահում է Ռուսաստանը, եւ շահում է Չինաստանը։ Սա այդ մանկուտին տվեք թո կարթայելի սա պետք է լերա։ Այսօր հանդիպում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Էմիրատներում ու շատ կարճ, ոչ մի բան։ Այսօր ես լսեցի Պուտինի հայտարարությունը կարճ, ասեց մենք ոչ մի զիջման պատրաստ չենք, մենք պատրաստ ենք պատերազմը շարունակելու։ Վերջ,
Վերջ։ Թրամփը դրանել հասավ։ Դրանել հասավ, Պուտինը ոչ մի խնդիր չունի։ Հակառակ, ինքը եթե 1 տարի առաջ ավելի կաշկանդված էր տարիֆների սահմանափակումների, այսօր շնորհիվ Թրամփի ինքը քաղաքական գործիչը, ֆիգուրա, կարողանում ավելի ազատ առևտուրաներ իր գործունեությունը իրականացնել, քան ասենք 1 տարի առաջ։ Եվ ոչ մի վտանգ չի տեսնում։ Տասնյակ տարիներ կարող է շարունակել այս պատերազմը։ Ռուսաստանը կարող է դանի։ Էական չի ինչքան Պուտինի համար էական չի, քանի մարտամահական։ Էական չի այդ ժողովուրդը սովից կկոտորվի, թե չէ, որովհետև հավոս հետևանքներ է թողում տնտեսության վրա։ Բայց սովետական ժողովուրդը, հետ սովետական ժողովուրդը, ռուս ժողովուրդը սովորել է։ Սովորել ինքը մի փոքրիկ տեղ կա, որ իրանք պահում են դեռ, դա Մոսկվան, մեծ քաղաքներն են, 1-2-3 հատ, մնացածը խնդիր չունեն իրանք։ Դիմանալու հետ, յոլա գնալու հետ, ոչ մի պրոբլեմ չունեն։ Այնպես որ խաղաղություն չի լինելու, ուկրաինական պատերազմը չի դադարելու, շարունակելու են երկու կողմանի զոհեր անթիվոհան համար, որը հանգիստ կարա շարունակի նաև Ուկրաինան, մի քիչ օգնություն կստանա, մի քիչ ճճլալով, ոչենի շատ ունի, ոչենի։ Պատերազմական վիճակը կպահեն, այնին դեռ իշխանության կմնա, այնին դեռ իշխանության կմնա, ընթացքում էլ ինչ էլ կթալանեն։ Այս մի վիճակը, որ երբ ձեռա տալիս Զելենսկու եւ Պուտինին ու ամենաշատ ստեղ ուժում են երկու երկրի ժողովուրդները։ Եվ տնտեսապես եւ ֆիզիկապես։ Սա այն է ինչ հասավ էլի Թրամփը։ Սա Newsweek-ն է գրում, որ Թրամփը մեզ բոլորիս հրում է, որ մենք հրաժարվենք ՆԱՏՕ-ից։ Ասենք մի իրավիճակի է հրում Թրամփը, որ եւ ՆԱՏՕ համալվի անցյալ, եւ Եվրոմիությունը իր այդ հզորությամբ համալվի անցյալ, եւ ՄԱԿ-ը համալվի անցյալ, այսինքն այն ինչ որ կար հաստատված այդ բաները, ինստիտուտները, դա Եվրոմիությունն էր, դա միջազգային դատարաններն էին, ՄԱԿ-ն էր, ՆԱՏՕ-ն էր եւ այլն։ Թրամփը բոլորը քանդում է, ես ասում եմ մեծագույն նվեր Չինաստանի եւ Ռուսաստանի համար եւ աշխարհի մնացած հանցագործների համար։ Այս ամենը չգիտեք ինչի համար է անում Թրամփը, որովհետեւ հենց այս կառույցներն էին, որ զսպում էին ինչ որ միտեղ Պուտինին եւ Նետանյահուին նաեւ։ Չմոռանանք այս ամեն ինչի հետևում ովքեր են կանգնած։ Ում է ներկայացնում Թրամփ, ավելի ճիշտ Թրամփը ում տիկնիկն է։ Մի քիչ մեծ չափսերով։ Իսկ Գերմանիայում դատում են իրանց նախկին նախարարներից եկին Ադրբեջանից փողեր ստանալու համար։ Բա, դատեցին հունվարի 22-ին, այս ամսվա 22։ Սա Գերմանիան է, սենց բան չի կարող լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գոնե Թրամփի ժամանակ։ Donald Trump unveiled his Board of Peace. At the same time, Jared Kushner unveiled a new Gaza plan for rebuilding the Gaza Strip. Միանգամից, արդեն սկիզբը Թրամփը բացահայտում է իր նոր այս ֆորմատը եւ միանգամից իր փեսեն Կուշները բացահայտում է Գազայի ծրագիրը։ Եվ նույն ժամանակ Թրամփը հայտարարում է որ այս նոր կառույցը պետք է զբաղվի Գազայով։ Սա ես շատ կասկածում եմ, սա կկայանա ընդամենը թեկուզ 1 տարի։ Հասցե մենակ այդ 1 միլիարդ նվիրելը չի։ Հարցենա այս մանրամասները հասկանալուց հետո այս հայտ ներկայացած երկրներից քանի հոգին վերջո կդառնա այդ կլուբի անդամ, որտեղ ինքը հասկանալու է ինչա սրա արդյունքը եւ ինքը ինչի համար է տալիս այդ փողը։ Ընդ որում 1 միլիարդ տալու են եւ առանց որոշման մեջ մասնակցելու իրավունքի։ Այսինքն այս կլուբում, այս գոլֆ կլուբում, հա, Թրամփի
բոլորը բանը մասնակից են, բոլորը պետք է փողը տան, բայց որոշումները կայացնելու է Թրամփը։ Այսինքն իրանք պետք է փողը տան, որ դառնան Թրամփի, ասեն, գոլֆ կլուբի, նա չգիտեմ, կլուջ։ Այն որ գնդակին է խփում է։ Իրանցով Իսրայելը հարցեր լուծի։ Որ Իսրայելը չմտածի, հանկարծ չզգա, որ ինքը մենակ է։ Ասի, ես մենակ չեմ, մենա ակումբի անդամ երկրները։ Քանի հոգի կմնա կարգավիճակում, մենք արդեն գիտենք ով թռավ այս ընթացքում, հա, թռավ Կանադան, որին հրավեր էին ուղարկել, բայց Կանադան ուղարկեց գլորվիծոցը, Վրաստանը թռավ։ Ռուսաստանը, այսպես կամուկացի մեջ է, շատ կասկածում են, որ ինքը կմիանա, եթե ինքը չմիացավ, չի միանալու, հետևաբար Բելարուսիան, հետևից կգնա իհարկե դեռ Ղազախստանը եւ այլն եւ այլն։ Եվ դեռ հարցակլակելու բա Հայաստանը ուրա։ Հայաստանը ոնց կարող է մնա միտեղ, որից հրաժարվում է Ռուսաստանը։ Շանեկնի։ But I want to point out something that people are not talking about. They're saying, oh, the Board of Peace is just like a parallel organization to the United Nations. Some of the European countries are saying, why join? It's the same as United Nations. It's just your own. You just don't like the UN. But that's not exactly what this is. Trump is creating a new style of governance the world has never seen. That is the aim of this. Now, we've all seen and we advocate for democracies or republics. There's also, of course, monarchies. We're familiar with those, dictatorships, authoritarian regimes. But what they're intending to do. Շատերը մտածում են ինչ-որ ալտերնատիվ կարող է, չէ։ Սա ուրիշ բան է, կերտում Թրամփը։ Որտեղ հավաքված են հիմնականում կամ монарխը կամ դիկտատորներ են հավաքված։ Սա ուրիշ նպատակ է հետապնդում։ Donald Trump, Jared Kushner, Steve Witkoff. Witkoff-ն, Jared Kushner, դա քաղաքական գործիչներ չեն։ Դրանք businessmen են, եթե դրանց կարելի է businessmen ասել։ And others who've invested in this project and who have wanted this project for looks like a couple of years now. What they're doing now is creating what I'll call sovereign CEOs. Essentially, rather than the people governing themselves through the ballot box, like with a democracy, or even rather than a monarchy or a dictator, this is a new style of governance that is being rolled out, where essentially investors are going to build up territories, build up countries, build up nations, and they will control them. Այսօր կառույցը համագործակցելու է փաստորեն ինվեստորների հետ եւ իրենք են որոշելու ինչ անել, որտեղ ինչ սարքել եւ դրանով կառավարել ամեն ինչը։ Ու այդ ամեն ինչը սկսել է Գազայից։ Գազայի տարածքից հետո, ինչպես Թրամփը ասաց, իրենք կորոշեն հաջորդ քայլը որն է։ Այսինքն ստեղծում է մի հատ մեծ կառույց, որը նույնիսկ նպատակ չունի։ Գիտեն սկզբից ինչ պետք է անեն, բայց երկրորդ քայլը, երկրորդ ծրագիրն ինչա, դա դեռ պարզ չի։ Եվ ոնց ասում, այդ ամբողջ ակումբում որոշողը լինելու է հենց Թրամփը։ Ու ընդ Վիտկոֆն է, Քուշներն է, իր գործընկերները։ Իսրայելում է շատ ծանր վիճակ, քաղաքական իմաստով, եւ ես կարծում եմ կամ Իսրայելի ժողովուրդը իրոք կփրկի իրան, եւ դրանով կփրկի աշխարհը, կամ եթե չկարողացավ փրկել իրան, իր հետ մեծ վնաս կտա ոչ միայն Իսրայելին, այլև ամբողջ աշխարհին։ Այնտեղ կա մի ղեկավար, նախարար Բենգվիր, աննով, որին ասում են ինքը սպանում է իսրայելական դեմոկրատիան, այլ դա է տենց է, եւ պահանջում են գլխավոր դատարանից քրական հետապնդում սկսել այդ Բենգվիրի նկատմամբ։ Սա այն մարդն է, որ ուղղակի կոչ անում սպանել բոլոր ոչ հրեաներին։ Որ հայտարարում է ոչ հրեաները մարդ չեն, դրանք իրավունք չունեն։ Նույնիսկ հրեաների մի մասը մարդ չի, որովհետև նրանք արդեն շեղված են, մաքուդերիա չեն եւ այլն, եւ գոյեր են, նույնիսկ հրեաների մեջ կան գոյեր։ Ու իսրայելցի մի քանի այս գործի նախաձեռնողներ պնդում են, որ սա սպանում է իսրայելական դեմոկրատիան։ Տեսեք, ես Իսրայելին չի որ դեմ եմ։ Ես գիտեմ, որ այս մարդիկ կան, ես դեռ եղել եմ, շատ լավ ընկերներ ունեմ, բայց եթե իրանք չկարողացան փրկել իրանց երկիրը, ոչ միայն կորցնելու են իրանց երկիրը, նաև աշխարհի մեծ վնասներ է տալու։
Իսկ Բենգվիրը դա Նետանյահուի հոգևոր հայրն է։ Եթե ոչ ուղիղ իմաստով, ապա իրանք նույն ծրագրերը իրականացնողներն են։ Սա ամենածայրահեղ սինոնիստներն են, երկուսն են։ Եվ Բենգվիրի հարցերը լուծելով ինքը իրանց ներքին գործերի նախարարն է։ Ներքին գործերի ոչ թե մեր պատկերացումներով, հա, ոստիկաններ, այլ ներքին հարցերի քարոզչական եւ այլն։ Սրա մեկուսացնելով թուլանա շատ Նետանյահուն։ Քարոզչության իմաստով, իդեոլոգիայի իմաստով։ Բայց եթե իրան էսը չկարողացան անել, Իսրայելը մեծ վնասներ է տալու։ Այսինքն Իսրայելը չասեմ, այս Իսրայելի կառավարությունը մեծ վնաս է տալու ոչ միայն Իսրայելին, Պարեսին, այլ ամբողջ աշխարհին, մանավանդ մեզ որպես Հայաստան, որպես ռուս-թուրքական դաշինքի զոհ, որ ազատ մանկրուտիչը համարում է մեզ արտոնյալ է, մենք զոհ ենք ես բարելայ, զոհ։ Վիտկոֆը Կուշները հանդիպել է Նետանյահուին եւ քննարկում են Գազայի այս նույն ծրագիրը, այն ինչ որ արդեն խոստացել է Թրամփը իրանց, որ հեսա այս կլուբը ստեղծում եմ եւ մենք սենց 22 երկրներով նախորդ հայտարարված 22 երկրներով գալիս ենք քեզ օգնության որպես աշխարհ ներկայացնող երկրները իր պատկերացումներով։ Սա նայենք, վերադառնանք Հայաստան ժողովրդին։ Կեսին ձյուն գալ անակնկալ էր, այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Քաղաքն աներթևեկելի է։ Քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալ անակնկալ էր, այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, թեգ անելով Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջը։ Ես հիմա Բաղրամյան փողոցի վրա եմ, հետիոտնի արագությամբ է հոսքը գնում, որևիցե մաքրման, մշակման հետք անգամ չեմ տեսնում, նշել է Իոաննիսյանը։ Ես չիրազեկ ու չքաղաքացին, ինձ զարմացնում է գիտեք ինչով։ Սա նույնիսկ ուրեմն այնքան անգրագետ է, որ չի հասկանում, որ կառավարությունները մի օրվա մեջ չի որ դառնում են պրոֆեսիոնալ կամ փչացած։ Որ կառավարությունը ընդհանրապես պետական մարմինները մի օրվա մեջ չեն այլասերվում, այդ դրանք երկար process է։ Որ այդ կառավարությունը այդ օղակները մեկ օրվա մեջ չեն դառնում դեգեներատ եւ իմպոտենտ, դա մեծ երկար process է։ Եվ այդ երկար process-ը շատ երկար ժամանակ ակնհայտ է եղել։ Բոլորը տեսել են ու սա առաջի դեպքը չի։ Ամառը դա ջրհեղեղն է, ձմեռը դա ձյունն է։ Իսկ այդ միջանկյալ տարածքներում խոշին, որը մառախուղի նման նստում է քաղաքի վրա։ Այսինքն բոլոր ֆակտորները հուշել են մի բանի մասին, որ Երևանը չի կառավարվում, եւ ոչ միայն Երևանը, ամբողջ պետությունը չի կառավարվում։ Ու պետքա վերջի ապուշը լինել, կույրը, իդիոտը, եթե կարելի է նույնիսկ այդպես ասել, իսկ կարելի է ասել, որ ամեն ինչը չնկատել ու զարմանալ, որ ձուն է եկել ու մաքրող չկա։ Ով պետք է մաքրի ձյունը, եթե այդ կառավարող մարմինները չեն կառավարվում, դրանք կոռումպացված են, որտեղ մասնագետների փոխարեն նստած են ԿՊ-ականներ, որտեղ պատասխանատվության փոխարեն լոյալությունն է ով ավելի բարձր ծախ տալու բանին, Տիգրան Ավինյանին կամ Փաշինյան Նիկոլին, որոնք աշխատանքի փոխարեն վազվզում են բաներ պատարակներ սպասարկելու, բայց ոչ իրազեկ, ոչ քաղաքացի Դանիել Իոաննիսյանը չի նկատում։ Մեկ էլ զարմանում է, որ ձուն է եկել է ու Բաղրամյանը նույնիսկ մաքրած չի։ Այ ես կզարմանայի, որ ձյունը գար ու Բաղրամյանը մաքրած լինի։ Որովհետև մաքուր քաղաք ունենալու համար պետք է ունենալ պրոֆեսիոնալ քաղաքապետարան, կառույցներ, վարչություններ, վարչության պետեր, աշխատողներ, ժամանակին ստացած տեխնիկա, աղ եւ այլն։ Որ այդ մարդկանց մոտ պետք է ծայրահեղ աստիճանի վրա լիներ
իր պաշտոնի եւ տեղի համար պատասխանատվություն է, դրանից ոչ մեկ այդ պատասխանատվության զգացումը չունի, որտեղ նույնիսկ երկրի ղեկավարը չունի այդ պատասխանատվության զգացումը։ Եվ մեզ այս չխմացի զարմանքի վրա եմ ես զարմանում։ Այ ապուշ, դու ինքդ լավ իմացել ես այս ամեն ինչի մասին, դու հիմա ինչ ես զարմանում։ Դու եք մեղավոր ես։ Դու ինքդ առաջին մեղավորն ես սրանց։ Դու ստում ես հիմա։ Քո զարմանքը հեշտ տեղին չի։ Բացարձակապես։ Եթե դու անկեղծ ես զարմանում, նշանակով դու այնքան ապուշ ես, որ պատճառահետևանքային կապը չէիր հասկանում։ Հա, որ երբ որ երեխու ձեռը տալիս ես, չգիտեմ, մեծ մեքենա, ամենայն հավանականությամբ միամիտ գազին կամ սկորոստին կպնելով այդ մեքենան խփելու է պատերին։ Երբ որ ասենք կապիկի նստացում ես օդանավին, այդ օդանավը երբեք չի կարող ոչ թռնել, ոչ վայրեջ կատարել։ Ասենք էսի նույնքան պարզունա կոգնիտիվ բան է, բայց պարզվում է անհասանելի Դանիել Դիոնիսյանի համար։ Ու ոչ միայն։ Էլիսես լիքը մանկուրտներ կան, չէ՞։ Մասնայք։ Не может быть, почему Низами не может быть Азербайджан? Он всю жизнь прожил в Ганже, родился в Ганже, умер, никогда из Ганжи не выезжал. Из-за этого он великий азербайджанский поэт, точка. Азербайджанской республикой Риму была подарена статуя великого иранского поэта Низами Генджеви. Ինչի մասն է խոսքը։ Ադրբեջանը Հռոմին նվիրել է Նիզամիի իրանցի մեծ իրանական գրող Նիզամիի հուշարձանը, որտեղ գրված է, որ դա ադրբեջանական գրող։ Նիզամին ադրբեջանական եւ այս թուրքը սկզբից որ ես տեսա այս Ախունդովը, հա։ Почему Низами не может быть Այս ապուշը պնդում է, որ Նիզամի չէր կարող լինել իրանցի, որովհետև ամբողջ կյանքում նա ապրել է Գանջայում։ Այդ դեպքում այս տախմադին փոխանցեք, եթե դա չէր կարող լինել իրանցի, ու ամբողջ կյանքը ապրել է Գանձակում, ու երբեք այդտեղից դուրս չի եկել, ուրեմն ամենայն հավանականությամբ նա հայ է, ոչ թե ադրբեջանցի։ Որովհետև Նիզամի ժամանակ Ադրբեջանը գոյություն չուներ, հա։ Եվ ինքը իրանական մշակույթի ներկայացուցիչ է, բայց եթե խոսքը գնում է տեղի, եթե տեղը ապրել է ապաման ադրբեջանցի է, ուրեմն նա հայ է։ Ոչ ադրբեջանցի է, ոչ էլ իրանցի է։ Սա ադրբեջանական պրոպագանդայի որակն է, Նիկոլ Փաշինյան վիճակ։ Հիմա լսենք, տեսնենք իտալացիները ոնց են ներված այս հանդիպումը։ Он всю жизнь прожил в Ганже, родился в Ганже, умер, никогда из Ганжи не выезжал. Из-за этого он великий азербайджанский поэт, точка. Азербайджанской республикой Риму была подарена статуя великого иранского поэта Низами Генджеви. Невероятным образом его национальность вместо иранской стала азербайджанской. В связи с этим выразили свой протест иранцы, проживающие в Риме, а также итальянские ценители иранской культуры. Я Травосакетти. Եվ այդ մասով իրանցիներն են բողոք հայտարարել եւ այդ մարդիկ Իտալիայում ովքեր ծանոթ են իրանական մշակույթին։ Այսպես ադրբեջանական կեղծիքի մեքենան պատտվում է աշխարհով մեկ։ Անպատիժ։ Գիտեք ինչի, որովհետև իրանց ամենամեծ պատժելու հնարավորությունը ուներ Հայաստանը, այ, բայց լուրություն իսկ ախորժակ ուտելու ժամանակ բացում չէ։ Ալիևը տեսնելով, որ ոչ մի դիմադրություն չկա ցանկացած կեղծիքի վերաբերյալ, շարունակում է իր հաղթարշավը։ Հիմա անցել է իրանական մշակույթին, որին դեռ արդեն մի քիչ դիմադրությունը հանդիպել հենց Իտալիայում։ Վստահ եմ, որ Իրանի անմիջական նաև միջամտությամբ։ Մեր նախարարների աշխատանքից գոհ եք դուք։ Ես սաղի
մայրիկը եւ հայրիկը Անզուսպ զայրույթ ու հայհոյանք անկառավարելի են դառնում քաղաքացիները, երբ ուզում են արտահայտվել կառավարության անդամների աշխատանքի մասին։ Այն նախարարների, որոնցից յուրաքանչյուրը 7-8 միլիոն դրամ պարգևավճար է ստացել իրենց իսկ համոզմամբ լավ աշխատանքի համար։ Հասարակ մի բան, հիմա ես ուրիշ ոչ մի բան չունեմ ասելու, տեսեք վիճակը։ Ձյունը եկել է, ուր են, սա ինչ է։ Ուր է, քանի գնում ավելի վատանում է։ Ավելի վատ իրականություն, ավելի ճոխ պարգևավճարներ արձանագրում են քաղաքացիներն ու հիշեցնում այսպես կոչված Թավշյա հեղափոխության թևավոր խոսքերից մեկը։ Կոռուպցիան այսպեսի սարսարափելի դեմքով, պոզով, պոչով կենթանի չէ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի պաստառի դիմաց էր Փաշինյանը 2019 թվականին կոռուպցիայի դեմ հանդիսավոր պայքար մղում։ Նույն կենտրոնի ծրագրերի ղեկավարը հիմա հայտարարում է, քաղաքական կոռուպցիայի դրսևորում է չափազանց խոշոր պարգևավճարներ բաժանելը։ Այո, կար կոռուպցիա, քաղաքական կոռուպցիա։ Հավելավճարի պիլոտային ծրագիր, թե քաղաքական կոռուպցիայի նոր մեխանիզմ է գործի դրել իշխանությունը ավելի քան 3 միլիարդ դրամ գրպանելով։ Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, պետական մարմինների ներկայացուցիչները խրախուսանքներ են ստացել կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ կատարողականի գնահատման արդյունքում։ Այդ որոշումով ասում է, որ կատարողականի ուրեմն գնահատում է եղել։ Շատ լավ եղել է։ Մենք տեսել ենք այդ գնահատումը, հանրությունը ծանոթ է այդ գնահատմանը։ Քաղաքացիները ծանոթ չեն, թե ով, երբ, ինչ չափանիշներով է գնահատել խրախուսվածների արած։ Ժողովուրդս ամեն ինչ աչքի առաջ է։ Հոտ իրանք սա համար են փող ստանում։ Երկիրը կառավարելու համար են փող ստանում։ Եվ արդյունավետությունը երևում է օդի, ջրի, սպասարկման, անվտանգության, բժշկական ծառայությունների, կրթության, այն ինչ որ շրջապատում է մեր կյանքում։ Դրա որակից է երևում արդյունավետությունը։ Եվ իրանք սա գնահատել են բարձրագույն մակարդակի վրա եւ ստացել են այդքան ինքնախրախուսանք։ Ինչից եք զարմանում, ինչից եք դեմ։ Գործը Անոր չեմ իրենց աշխատանքին չեմ կարող գնահատել։ Մարդիկ մի բան են պնդում միայն, խիստ դժգոհ են գործադիրի աշխատանքից։ Ես վաշի կառավարությունից գոհ չեմ։ Առաջի հերթին ոչ մի անգամ էլ թոշակառուներին բանի տեղ չեն դնում։ Իրենք ինձ տեսնում եք ցույց են տալիս ինչքան են աշխատավարձ, ինչքան են ստանում, բայց թոշակառուներին ոչ մի կոպեկ միլիոններ են ստանում։ Խնդրեք, մեր նախարարների աշխատանքից գոհ եք։ Աշխատում են։ Դե ասում են աշխատում են ու պարգևատրում են ստանում։ Դե չաշխատելու համար են ստանում են։ Չաշխատելու համար պարգևատրում։ Հենց ինձ էլ են տալի 40000։ Թոշակառու 41000 մենակ դեղի փողն է։ Այն 1000-ը չգիտեմ ո՞ս ծախսեմ, պետք է Նիկոլին ասեմ, որ ասի ոչ չծախսեմ են։ Իրա տարիքի չափ ստաժում է։ Նիկոլի։ Անունը չեմ ուզում տամ, բայց Նիկոլի։ Թողուտեն կշտանան։ Եթե իհարկե կկշտանան։ Իմ կարծիքով չեն էլ կշտանալու, որովհետև եթե սոված եկել են, եթե գոհ չի, նշանակում է նրանք լավ չեն աշխատել։ Եթե լավ չեն աշխատել, ինչու համար են պարգևատրվել։ Հոկտանյանի համոզմամբ մեծ փողերի հետևում քաղաքական նպատակներ են թաքնված։ Այս չափսերի պարգևավճարներ չեն եղել։ Ու այստեղ արդեն խնդիր է առաջանում, ինչու հենց այս տարի։ Մենք ձեզ վճարում ենք, որ դուք ծառայություն մատուցեք առաջիկա ընտրություններում քվեներ հավաքելու միջոցով։ Մոտավորապես այսպիսի սխեմա է գործի դրվում ընտրությունների շեմին պետական ապարատում աննախադեպ բարձր պարգևավճարներ բաժանելով, կարծում է փորձագետը։ Այդ մարդիկ հունիսի 7-ին գնալու են ընտրելու եւ նրանց կհիշեցնեն այս պարգևավճարների մասին, մենք ձեզ այսքան պարգևատրել ենք, հիմա դուք պետք է ծառայություն մատուցեք, մոբիլիզացնեք ձեր աշխատակազմին, մոբիլիզացնեք նրանց աշխատակազմին կմոբիլիզացնեն, բայց քվեարկողի ինչ պետքն է դա։ Ում փողը տվել է, թողել է քվեարկի։ Այստեղ կերևա արդեն։ Բարեկամներին, ընտանիքներին, որ քվեարկեն քաղաքապայմանագրի օգտին։ Քաղաքացիները վստահ են, կառավարական ընտրակաշառքներ բաժանելն է ընտրություններում հաղթելու Փաշինյանի վերջին հույսը։
Քվեարկությանը նախորդող այս 4 ամիսների ընթացքում նա հազիվ թե կարողանա վերականգնել իր գահավիժած վարկանիշը։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան։ Որը 4 պատերազմ բերել է իմ երկրիս համար եւ պատրաստվում է հավանաբար 5-րդ պատերազմն էլ բերել։ Ինչ խաղաղության փաստաթղթի մասին է խոսքը։ Ինքը ընդհանրապես պատերազմի սիմվոլն է։ Ոչ մի խաղաղություն, ես իր օրոք չեմ։ Ոչ միայն պատերազմի, կոտորածի, սքի, մահվան, կսկծի, դա ինչ սիմվոլն է։ Ստի, բամբասանքի, ինչքան բացասական բան կա, ամեն ինչ կարելի ասել այս սիմվոլն է։ Չեմ կարող տեսնեմ։ Եթե խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, ադրբեջանական զորքերը իմ սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ գործ ունեն Ջերմուգի դիրքերում, ինչ գործ ունեն Սև լճի տարածքում, հեսա մեծ նկարտումներով ունեն Սևանա լճի աջ ափի մասին, Գեղարքունիքի մասին, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ես ուզում եմ հասկանալ այդ խունտայի ներկայացուցիչները, որ գովաբանում են խաղաղության փաստաթուղթը, ինչի մասին է, ստապ են դատում, թե ուղղակի հաջողանալու իրենց պարագլխի համար, ինչ-որ դիվիդենտներ հավաքել, ինչ-որ լայքեր հավաքել, գովաբանում են Կոստոսի 8-ի փաստաթուղթը, ինչի մասին է խոսքը։ Մի մարդ է, որը 4 պատերազմ բերել է իմ երկրիս համար եւ պատրաստվում է հավանաբար 5-րդ պատերազմն էլ բերել։ Փաշինյանն ասում է, որ 2026-ի Կուսանաժողովի հավաքականները կշարունակի իշխանությունը։ Կոնկրետ ձեր կողմից վստահության ձայն կստանա Փաշինյանը։ Ընդհանրապես ոչ։ Որովհետև տեսել ենք ինքը մենակ հողերը նվիրում է հակառակ թշնամուն, էլի։ Ինքը պետության մասին ընդհանրապես չի մտածում։ Փաշինյանն ասում է, որ 2026-ի Կուսանաժողովի հավաքականները Եվ վերջում, Գյորգ ջան, կնեք, երկի ոչ վերջում, ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ այս աղջնակին Մարիա Պետրոսյան, նոր եմ բացահայտել ինձ համար, նախ նայենք ինչ արել։ Ինձ դատի տալու սպառնալիք է հնչեցրել ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը այս տեսանյութի համար։ Հայկ Սարգսյանը մեղադրում է Ալեն Սիմոնյանին կազինոների հովանավորության մեջ։ Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական բարույց սկսելու բան։ 44 օրյա պատերազմի մասնակից Սամվել Աշոտյանը խոսում է այն լեզվով, որից ամենաշատն են վախենում ապօրինությունների վրա կառուցված իշխանությունները, փաստերի լեզվով։ Երբ իշխանությունը զրկվում է բարոյական լեգիտիմությունից, այն միշտ փորձում է ճշմարտությունը լրացնել, ոչ թե հակափաստարկով, այլ սպառնալիքով։ Սամվել Աշոտյանի երիտասարդ տարիքը եւ կենսագրությունը փակել են իշխանական քարոզչության սիրելի ճանապարհը, նրան պիտակավորելու որպես նախկին կամ թալանչի։ Եվ երբ պիտակը Ես խոստացել եմ, չէ, ինչքան լավ երևույթ տեսա ինտերնետում, ես անպայման ցուցադրելու եմ Մալիկով, որպեսզի ես իմ համեստ ներդրումն ունենամ իրենց հանրայնացման մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում Մարիա Պետրոսյանին իր կատարած աշխատանքի համար, որ ինքն ներկայացնում է Սամվելին Աշոտյան, ինչ որ անում է ես վստահ եմ լավ նպատակներով։ Հավանում եմ, շնորհակալություն եմ հայտնում։ Եթե դուք էլ ճանաչում եք երիտասարդներ, որ նույն բանն են անում ու ակտիվ են, խնդրում եմ ուղարկեք ինձ անպայման ես իրենց մասին կխոսեմ։ Ես շատ եմ կարևորում այն ինչ որ կատարում են այս երիտասարդները, շատ։ Ու ես գիտեմ դա ինչի կարող է բերի։ Թշնամին էլ գիտի դա ինչի կարող է բերի եւ ինքը ամեն ինչ անել է որ մենք իրենց մասին չիմանանք։ Իսկ մենք ուրեմն պետք է հակառակը անենք եւ խրախուսենք մեր երիտասարդներին, որ իրանք շատ ավելի ակտիվ ու սկզբունքային լինեն։ Որտեղ երիտասարդները մեր ապագան չեն, մեր ներկան են։ Ու մենք հիմա ամեն ինչ պետք է անենք իրենց օգնելու համար։ Իսկ վերջում սա եմ ուզում լսենք շատ հետաքրքիր ակնարկապատմական։ Հիտլերի գրադարանում top 1 գիրքը համարվել է Բեռնեյսի պրոպագանդան, Բեռնեյսը հրյա է եւ պրոպագանդայի հիմքերով ստեղծվել է ֆաշիստական գաղափարախոսությունը։
ու հրավիրել է Հիտլերը Բեռնեյսին իր հետ աշխատելու։ Իհարկե ինքը հրաժարվել է, բայց ինչքան սարսափելի է, որ դու փաստացի քո ազգակիցների վախճանի բոլոր գործիքները տվել ես այդ մարդուն։ Ինչքան վտանգավոր է տենց բան գրելը։ Բեռնեյսին ենք պարտական, որ ծխելը դարձել է նաև կանացի։ Բեռնեյսը ֆեմինիստկաներին բաժանում է սիգարետներ ու սկսում է կապել ծխելը ազատության հետ, այսինքն դու կինես մինչև այդ ամոթեր չէր կարելի, հիմա դու կարող ես ցույցերին բաժանում անվճար բոլորին ծխախոտ ու Ես պետք է ասեմ, որ մինչև նացիստերի իշխանության գալը այլանդակություն էր կատարվում գերմանական հասարակության մեջ։ Բարդերներ, պոռնոգությունը ուղղակի փողոցների մեջ կայլում եւ բոլոր այդ կարգի բանը թերթերի այդ ակումբների բոլոր կալուբների տերերը եւ տարածողները եւ նրանց նպաստողները հենց հрьяաներն էին։ Ու առաջի բանը, որ սկսեց Հիտլերը անել, դա հենց պայքարն էր դրանց դեմ։ Սա իրականությունն է։ Այսօր էլ ամբողջ այդ ինդուստրիան ամենաայլանդակ կայքերը, ամենաայլանդակ հրատարակչությունը հենց հрьяաների դիապետության տակ է։ Ընդ որում օրթոդոքս հрьяաների, որոնք մի նպատակ ունեն այն ժամանակվանից սկսած այլասերել ինչքան հնարավոր է, որովհետև այլասերված ազգը, մարդիկ դրանք դիմադրողականություն չունեն։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն է անում նաև հայացքի կոտրումը ամենակարևորը մարդու բարոյական նկատագիրը, սկզբունքները, արժեքային համակարգը ու մարդը դառնում է անասուն դրանից հետո, կոտրվելուց հետո այո ինքը դառնում է անասուն ու դրանց նպատակը հենց մարդկանց անասնացնելն է։ Իսկ Նիկոլի նպատակը հենց նույնն է՝ սարքել իր նման։ ու բերում է բոլոր ֆոտոգրաֆներին, նկարում է հաջորդ օրը ամբողջ թերթերում ֆեմինիստկաներն են, որոնց շարժումը հովանավորում է Բեռնեյսը ու ինչ են անում, ծխում են։ Բեռնեյսը իրականում շատ sense հրաշատ թաքնված։ Ընդամենը 1 տարի հետո թոքերի քաղցկեղի ստատիստիկան։ Նույն Բեկոնի кейսը, որ ընդհանրապես ամերիկացի բնավորություն չունեն առավոտյան բեկոն ուտային ձվի հետ, ու ինչ անում Բեռնեյ։ Եվ ինքն էլ իր սարքած թույնով արդյունքում մահանում է։ Նույնը բեկոնին վերաբերում, նույնը ցանկացած բանին վերաբերում, այն ինչ որ թունավոր է, ինչ որ լավ չի մարդու առողջության համար, այս մարդիկ ներկայացել են որպես օգտակար, օգուտ քանդելու համար ազգեր, պետություններ, առողջություն, բայց ոչ միշտ են հաջողել։ Շատ ժամանակ հենց այդ ամեն ինչը շուռ եկել իրենց դեմ, ինչպես Հիտլերի պարագայում։ Սա է ուզում ասել։ Սա, որ մեր դեմ աշխատել են բոլոր հնարավոր միջոցներով, հիմա էլ են աշխատում բոլոր հնարավոր միջոցներով ու տարբերակ կա դրանց հաղթելու։ Դրանց հաղթելու միակ տարբերակը մնալ սեփական տեսակին հավատարիմ եւ վստահ լինել, որ դրանով իսկ արդեն դու իրանց հաղթել ես։ Որովհետև քանի դեռ քեզ չեն կարողացել շեղել, հեռու տանել քո առանցքից, դու իրանց համար անհասանելի ես։ Դու դառնում ես իրանց համար հասանելի եւ դառնում ես դու խոցելի այն ժամանակ, երբ որ դու սկսում ես ավելի հեռու պատտվել քո առանցքից, որ հենց որ քո կապը ավելի է թուլանում քո հիմնական առանցքից։ Իրենք էլ իրաց բաժինը ստանալու են անօքեյ։ Ու այս նախաձեռնությունը, այս Թրամփի նոր այս կլուբի ստեղծումը շնորհակալու նաև իրանց դեմ։ Սա առաջին անգամը չի։ Պատմությունը այսպեսի օրինակներ հենց Բեռնեյսի օրինակը լավագույնն է։ Սա համար։ Այսօրվա ման այսքանը լավ մնացեք։ Տեսնում եք, լավ բաներ գտնում ենք ասելու համար։ Դուք տվեք մի քիչը, ես անպայման կգտնեմ դրա նման մի քանիսը ներկայացնելու համար։ Լավ մնացեք։